Պիտի փոխենք ամեն ինչ։ Իրականում փոխելու բան շատ կա, ես նույնիսկ անկեղծ մտել ենք պայքարի մեջ եւ հասկանում եմ, որ հաղթանակի ձեռքում գիշեր ցերեկ աշխատող։ Ոնց որ օրինակ ինձ համար ոնց որ ճակատագիր է։ Ամեն անգամ որ մի տևի ճակատանում եմ, ինձ հայտնում եմ սնդել, բերը շալակում ես, հետո դա Ղարաբաղն էր 92 թիվ օգոստոս ամիս, ժամանակ Ղարաբաղի կեսը Հայաստան եկա 97 թիվ խնդիրներ բոլորը դեք ինչ է Էմերստը, երրորդ անգամ բոլոր դիփորձ է Ես ավելի ծանր այլեմ ձեզ համար Ինձ էլ է թվում, թե ավելի ծանր է լինելու Իմ տպավորությունն էլ է, որ ավելի ծանր է, մի քիչ ավելի շատ է խառնել որովհետև բոլոր պարագաները, օրինակ 97 թիվ կար լարվածություն, ներքաղաքական լարվածություն բան, բայց ոչ մեկը կասկածի տակ չէր դնում, թե հայ ենք, հայ չենք։ Հենց բաժանում մի քիչ ուրիշ տեղ էր, ազնվորված բաժանում էր, ինչ որ օրինակ լավ առաջին նախագահը չուներ դաշնակցության հետ, կոնֆլիկտի մեջ էին, բայց ոչ մեկը չէր ասում Ղարաբաղը հանձնեք Թուրքինն է, ոչ մեկը չէր ասում գնանք կզանք Թուրքի դիմաց։ Հասկան, բանը, այդ ինչ, ուղղակի քանի որ զրուցում ենք, ավելի շատ ոչ թե ճարի պես ասեմ, այն ժամանակ սենց բաժանումը ուրիշ հողի վրա էր, ավելի շատ ազնվորված։ Հիմա բաժանումը ոնց որ սենց ինքնության հենց մեջ տեղով է գնամ։ Եվ դրա համար առաջինը հիմա պետք է հաղթել, որովհետև ինքնությունը ուղղակի քայքայում ես, հետո դժվար է վերականգնում, տենց հեշտ չի վերականգնում։ Ճիշտ է, մեկ օրում էլ չես կարող քայքայել, ինչ-որ ժամանակ է ուզում այդ ինքնության քայքայումը, բայց քայքայելու պարագայում հետո չես վերականգնում։ Ու հիմա մեզ նաև մցրել են աշխարհաքաղաքական, սենց բախումների խիզակետի մեջ, այն ժամանակ դա չկար։ Օրինակ այն ժամանակ երբեք վեճը չէր գնում, ես օրինակ առաջին նախագահ բաժանվեցինք, ինքը հրաժարական տվեց, ես մնացի, բայց խոսքը չէր գնում, որ մենք սենց գնում ենք Թուրքիայի հետ ախպերության, խոսքը չէր գնում այնպիսի հարցերի շուրջ մեր տարաձայնությունը, որը ուղղակի վտանգավոր են երկրի համար, բարդ տարածաշրջանում, լինել չլինելու հարց չէր, ուրիշ մակարդակի վրա էր, հիմա շատ ավելի մեծ է, իսկապես շատ ավելի մեծ է վտանգը։ Հաշվի առնելով օրինակ Ռուսաստան, Եվրոմիություն, հարաբերությունների ուղղակի թշնամական բնույթ է այսօր, մտնել դրա արանքի մեջ, փոքր երկիր լինելով այս բարդ տարածաշրջանում, մտնել դրա արանքը ոնց որ սենց կազինո բանան էլի մարդ, սենց մտնի յա բախտի խաղա էլի, այ մարդ ինչ ունես, ինչ ես խառնում, այդ տեսանկյունից բավական պրոբլեմային է և մենք ուղղակի պետք է այդ բանը ստոպ տանք էլ այդ պիտի կաղանացնենք առաջ շարժվենք։ Այ հետարքիր է այն ձեր մոտից, շատ մարդ են Ռուսաստան աշխատում, գնամ գալիս արտագնել։ Գյուղերի հիմնական զբաղմունքը պարոն նախագահ, գնում են Ռուսաստան, այս գյուղը, կողքի գյուղերը, այս ներքևի գյուղերը, հիմնական համարտի Ռուսաստան։ Հիմա Հայաստանից մոտ ամենամեստ հաշվարկով 150,000 մարդ, դա նշանակում է 150,000 ընտանիք այդ հարաբերություններից օգտվում են։ 150,000 մարդ գնում են աշխատանքի, գումարներ են ուղարկում եւ ընտանիքները դրա շնորհիվ պահում են։ Հիմա դու 150,000 ընտանիքը բազմապատկի 4-ով հիմա այդքան մարդ ուղղակի կախված են, թե ինչպիսի հարաբերություններ է լինելու Ռուսաստանի հետ։ Լավ, խես այդ մարդկանց բարեկեցությունը վտանգի տակ դնա։ Լավ, եթե մտքինը դա է, դու սկզբից բեր ստեղ մի քանի գործարան դեր, այս մարդկանց աշխատատեղերը ապահովի, աշխատանքը ապահովի, բարեկեցությունը ապահովի, այդքանը հարցերը լուծի, հետո ասենք լավ, ինչ-որ գլուխդ բան է մտել, փորձում ես ինչ-որ բանը փոխես, ուղղությունը փոխես, բայց դու ոնց ես ուղղություն փոխում, եթե դու հարված ետակ ես դնում 150,000 ընտանիքի բարեկեցությունը, լավ դու խիղճ չունես,
Հենց կազինո է, բայց այդ կազինոյը գիտես ոնց է, ինք գնում է կազինո է խաղում, աշխարհակահաղական կազինո է մտել, բայց այդ փող տվողը, այդ կազինոյին պարտվողը ժողովուրդն է, ինքը չի։ Ինքը թռնելով է, ինքը սովոր է թռնել, մարտի մեկին էլ թռավ, բանի 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո թռավ բունկեր, հիմա էլ է թռնելու ինքը։ Ես չգիտեմ, գուցե Անտալիա բանդիրեն համար արդեն դա չային պահել, էլի տեղ են պահել, որ գնա ինչ որ Թուրքիայում ապաստան գտնի քաղաքական։ Բայց սա է։ Եվ եթե ուզում եք սա կաղանացնել, ուրեմն պետք է ճիշտ կողմնորոշվել։ Շատ անպատասխանատու քայլեր է անում։ Este չքան մարդ կա տրանքների ուզող են, էլի չուզողը չի եկել։ Դա հասկանալի չի։ Մարդիկ կան, որ ուղղակի պետական համակարգում դպրոցում բանում աշխատում են կամ ինչ որ համայնքապետարանում բանում մարդիկ ցենց վախենում են էլի։ Բայց օրինակ քանի հոգի են ստեղից աշխատում մոտարապես օրինակ ձեր գյուղից քանի հոգի են Ռուսաստան գնում գալիս։ То есть 50% ուղի կախված են Բայց մնացած գյուղերը ավելի շատ բան նախագահ, քանի որ այստեղ աշխատած Համարը երիտասարդ չի լինում։ Լրիվ երիտասարդություն են անում։ բայց մնացած գյուղերից ավելի շատ է։ Մոտ 80%-ը իսկ արմատներով որտեղից են ստեղ արեմազյան մշեցի են չէ հա Համարյա մշու ոգի մշու արյունը են բանը չկա չի մնացել շատերի մոտ Հիմա եթե շատերը մշեցի են վերջերս մի հայտարարություն չի արել բանը այս Նիկոլա մի հայտարարություն արել որ Ղարաբաղցիք թռած են թեխի են թռել Ղարաբաղից էլի դա արել է իդեպ 9 ամիս sense total բլոկադայի հետո մարդիկ թողել են ըստ էության իմ բարեկամներս ընդեղ էին լրիվ սոված էլ բան չկար ուտել հա լրիվ սոված sense մասապուրց եղած եկել են հասել Հայաստան պարզմոր թռել են համար դու ամեն ինչ հրահրել ես քո մեղքով այդ մարդիկ հայտնվել են այդ վիճակում 9 ամսվա ընթացքում ոչինչ չես արել այդ մարդկանց օգնելու համար հա գնացել էր այո երկարաշարժ սնունդ են ուղարկում եւ դրանից հետո ասма թռել հիմա ես ուզում եմ որ բոլոր sense որ մշեցին նախիններ ունեն ինքը նաեւ ձեզ է վիրավորել ինքը ասել է որ ձեր պապերը այո ասել են որ խռած տատերը թռել են այո թռել են ապիտի անդեղ մնացածելներին կամ մանային կամ պիտի կրոնը փոխեին կամ պիտի թուրքանային այդ դեպքում շատ ինքը գող կլներ